Ողջույն հարգելի դիտողներ, եթերում կրկին The Point-ն է, այսօր ներքաղաքական դաշտում եղել են իրադարձություններ, ու այդ իրադարձություններից ամենաաչքի ընկնող իրադարձությունը երևի Նարեկ Կարապետյանի ֆլոմով, որ վերցրել էր գրատախտակին ինչ-որ բաներ էր նկարում, այդ իրադարձություններ, ուզում էր մարդկանց բացատրել, որ կարա 300,000 աշխատատեղ ստեղծի Հայաստանի Հանրապետությունում, դրա համար ես Մեհերը ու Հայկը մի քիչ քննարկենք, հասկանանք ինչ էր առաջարկում Նարեկ Կարապետյանը, ինչ ենք առաջարկում մենք ու ընդհանրապես ինչի համար էր Նարեկ Կարապետյանը մեր ծրագրի անունը վերցրել, տարել դրել իրանց ծրագրի վրա, այդքան փող է տալիս իրանց այդ քաղ տեխնոլոգիներին, տնտեսագետներին, բայց մեր ծրագրի անունն են վերցրել, տարել դրել իրանց ծրագրի վրա։ Եկեք քննարկենք այդ ծրագրի առումով 300,000 աշխատատեղ ստեղծելու առումով, երբ որ Հանրապետություն կուսակցությունը կամ Մարամ Սարգսյանը խոսում էր, Նարեկ Կարապետյանը, չգիտեմ, այդ ժամանակ ավարտել էր, չափահաս էր թե չէ, բայց հիմա խոսում աշխատատեղ ստեղծելու մասին, ինձ որ մենակ անունով չի սահմանափակվում կարծես թե։ Ուրեմն ես մի բան եմ առաջարկում, չգիտեմ ինչքան գումար են իրանք տվել իրանց տեղ քաղ տեխնոլոգիային, բայց Նարեկ ջան, այդ գումարները կբերես կտաս մեր Հակոբին։ Այդ անունը Հակոբն է մտածել, եղբայր ավելի արդար կլինի այդ գումարները։ Մի խոսքով Նարեկ ջան, քեզ հորդորում եմ այդ փողերը բերես փակվես Հակոբի։ Լավ, եկեք լուրջ մի հատ հասկանանք ինչ էր առաջարկում։ Առաջարկում էր 300,000 նոր աշխատատեղ ստեղծել ու ոնց էր ստեղծելու այդ 300,000 աշխատատեղը, ասում էր ամեն քաղաքում գործարան են բացելու, ասում էր Կիրովականում նավթավերամշակման գործարան են բացելու ու որտեղից եմ այդ փողերը գտնելու, որ գործարանը բացեմ ու այդքան աշխատող աշխատի տեղ, ասում էր Չինաստանի ինչ-որ ֆոնդ կա, չինական ֆոնդ կա, այդից 70%-ը կֆինանսավորեն վարկ կտան, այն մնացած 30%-ի 15%-ը պետությունը կդնի, 15%-ն էլ ներդրողը կդնի ու կստանանք այդ գործարանի համար անհրաժեշտ գումարը, բայց այստեղ մի հատ շատ կարևոր նրբություն կա, էլ ընդհանրապես Չինաստանը, եկեք աշխարհի փորձը ուսումնասիրենք, որտեղ արել ներդրում Չինաստանը։ Աֆրիկյան երկրներում լիքը ներդրումներ արել Չինաստանը, ամբողջը վարկով ու ոնց է այդ Չինաստանի քաղաքականությունը, վարկը տալիս են, վարկը սկսում ես փակել, հենց որ չի ստացվում վարկը փակել, մի հատ թազա վարկ են տալիս, հենց որ չի ստացվում նորից վարկ են տալիս ու ամբողջ պետությունը թաղում են վարկերի մեջ։ Այս Չինաստանի քաղաքական այդ վարկային քաղաքականության մասին ընդհանրապես ոնց են իրանք ներդրումներ անում, ու նորմալ է այդ իրանք հզորագույն պետություններից են աշխարհում ու կախվածության մեջ պետք է գցեն մյուս պետություններին։ Նորմալ չէ, որ Նարեկ Կարապետյանը ասում է եկեք գնանք կախվածության մեջ ընկնենք Չինաստանից։ Այդ արդեն նորմալ չի։ Ես մի քիչ անունի պահով էլ ասեմ, այդ իրենց անունը որ դրել էին, ու դելի դիմեմ իրենց Նարեկ ջան, Հայաստանի քաղաքական դաշտում դու էլ նորեկ ես, հələ չոր ես անում քաղաքական դաշտում։ Հարկի չի ուրիշի անունը գողանալ, ուրիշի ծրագրի անունը գողանալ, դնել քո ծրագրի վրա, այնպես որ այդ Ռուսաստանում է հարկի որ գողանում են Նարեկ ջան, հաստատ դուք էլ քաղաքականության մեջ չեք մտնի, եթե այդ ռիսկը չլներ, այսինքն եթե դու քաղաքականության մեջ Հայաստանում չմտնեիք ու չփորձեիք այստեղ իշխանություն փոխեիք, հոբարը ինչ ուներ դուրսը սա կգողանային իր ձեռքից, այնպես որ ավելի լավ կլինի, ավելի արդար լինեն իրանք, ես իրանց նաև խորհուրդ եմ տալիս շատ ավելի մեծ ուժերով, ավելի մեծ եռանդով հետևեն Հանրապետություն կուսակցությանը, որովհետև առաջիկայում մենք նաև մեր ահինգ ծրագրի դրույթներն ենք ներկայացնելու եւ Նարեկը գուցե այդտեղ ինչ որ քաղելու բաներ ունենա, բայց խնդրում եմ այդ չգողանա արդեն։ Այդ գործարների մասով եկեք այսօր մի քիչ բացենք։ Գործարների մասով, տեսեք, ես կարծում եմ այստեղ խապկանք կա, շատ գեղեցիկ խապկանք։ Իրականում այդ աշխատատեղ ստեղծել ասածը, գործարանան ստեղծել ասածը ինքնին գաղափարապես շատ հաճելի է քաղաքացիականին։ Բնականաբար հաճելի է, բայց ստեղծելու մեթոդաբանությունը ու այդ կապիտալը թե ինչ կապիտալ է, խապանքը այստեղ է։ Ինչ կապիտալի մասն ենք խոսում։ Անունը դնում ենք թե չինական ֆոնդեր, բայց իրականում ինքը ռուսական կապիտալ, ռուսական մոդել, իսկ գործարանները նավթավերամշակում ու ուրա Կիրովականում նավթ որ վերամշակես։ Մենք ինչքան հանքեր ունենք, ինչքան բնական հանածո ունենք, ու ինչքան մարդկային ռեսուրս ունենք մտավոր առումով։ Մեր գործարաններ ասածը որ մենք պիտի ստեղծենք այդ արդյունաբերական, այդ լեռնամետալուրգիական այդ այդքան ասում այդ մեխանիզմը տնտեսություն դրա վրա հիմնելը պիտի հիմնված լինի, եթե այս տարածաշրջանների ենք նայում։ Տվյալ տարածաշրջանում մեր ունեցած ռեսուրսի հիման վրա եւ ոչ թե որտեղից ինչ կբերենք, որ վերամշակենք։ Եթե մի քիչ ասացի պես փող շատ ունեն, բացի PR տեխնոլոգիաներից մի քիչ տնտեսագետների վրա փող ծախսեն, կարծում եմ
դասագրքային տնտեսագետների մասին չի, տնտեսության մասին մտածողների մասին, կարծում եմ այդ խորհուրդը կտան։ Հրանտ Բագրատյանը առանց փողի տալիս էր այդ խորհուրդը, այսօրյանց պանելային քննարկման ժամանակ ու ապրի Հրանտ Բագրատյանը, հենց Ես ասեմ, ես օրինակ Հրանտ Բագրատյանը շատ թեզ չէ, այդ աչքը մտնելու մասով չասեմ, բայց առնվազն տնտեսագիտորեն ինչ որ բաներ ինքը ինչ որ բանը չէ, ինչ որ ասում էր, եւ ինքը դասագրքային ճշմարտություն մասնագիտական առումով որպես տնտեսագետ, մասնագիտական առումով Հրանտ Բագրատյանը լավ մասնագետ է։ Նարեկի ծրագրերի ամբողջությամբ ջախջախ է Բագրատյանը։ Չինաստանի մասով իրանք չէին ասում ֆոնդեր կամ դեռ ինչ որ Չինաստանի ներդրումային ինքը նախարարության տիպի ինչ որ բան է, այսինքն կոպիտ ասած, եթե Չինաստանը 70% փող է տալիս մեզ, Շուրջն Չինաստանը, այսինքն Նարեկը պատրաստում մեզ վաճառի, ես չեմ ուզում այդ բանը, որ մեզ է առնում, բայց Նարեկը պատրաստ է փաստորեն մեր երկիրը, մեզ վաճառի, մեր ժողովրդի ունեցվածքը վաճառի Չինաստանին։ Մեկ այլ հարց, քանի որ իրենք արդեն կուսակցական են, ես ուզում եմ իրանք գան վերջապես բանավեճի եւ թող իրենց ընտրողներն էլ նայեն թե ինչ են իրենք իրականում առաջարկում, որովհետև նստել ինչ որ էկրանի հետևից պոպուլիստական ինչ որ բաներ խոսալը շատ հաճելի է բոլորին, բայց կներես եղբայր պոպուլիզմը չի էլի, այս ամեն ինչի հիմքը։ Հետո ամբողջ խնդիրն անում է կամ տեսեք հիմա լսարանից ենք խոսում։ Այն ինչ որ ասվում է բարձրաձայն, առաջին հայացքից հաճելի եւ օգտակար։ Ինքը մեծ լսարան ունի, որտեղ մեծ ռեսուրս ունի, այդ լսարանի կարողանում է հասցնել։ Հիմա մենք կամ նույն Հրանտ Բագրատյանը ասում եք ջախջախեց ինչ լսարան ունենք ու ինչքան բարդու ականջ ենք կարողանում դա հասցնել արդյոք այդ ռեսուրսը այդ փողը որ ծախսվում է այդ լրատվական միջոցներից սկսած չգիտեմ այդ սոցիալական կայքերը մեծ գովազդները տարածել այստեղ էլ մենք խնդիր ունենք լուրջ որովհետև եթե դու մեկ անգամ ասես թեկուզ ամենահիմնավոր ու խելացի բանը քաղաքացու ականջին հասցնես 10 անգամ այն մյուս ոչ այդքան խելացին ասնի բարձ չի թե որ մեկը ի վերջո ազդեցություն կունենա Ես համաձայն եմ հետդ բայց ոչ այնքան խելացի որակավորել է իր ասածներն այդքան էլ համաձայն չեմ որովհետև ոչ այնքան խելացի չէ իր ասածները իր ասածները ընդհանրապես ցնդաբանություն է նայ ինչ պատճառ է պոպուլիզմի ճիշտ ձևն է գտել ինքը չէ պոպուլիզմի ճիշտ ձև չկար դա նա ինչ պատճառ էր բերում որ պետքա նավթավերամշակման գործարան ունենանք ասում էր բենզինը մեր ամենաշատ ներկրվող ապրանքներից է դրա համար ունենանք նավթավերամշակման գործարան որ բենզին արտադրենք մենք ստեղ բայց դրա փոխարեն ներկրենք նավթ բենզին ներկրելը փոխարինում ես նավթ ներկրելով դու ստե ունենում ես նավթավերամշակման գործարան տեխնոլոգիայի դալը որ մարդիկ գնում են գիտեմ էլեկտրոմոբիլների մենք շարունակենք բենզին ներկրել կամ նավթ ներկրել հետաքրքիր էր էլի էս ով է հավատալու սրան այդ բանը ավելի շատ հետաքրքիր որովհետև ասում եմ Իրանից գազ ենք ներկրել ու երկրորդ ամենաշատ ներկրվող ապրանքներից մեկն էլ գազն էր ասեց ու Իրանից գազ ենք ներկրելու ջերմաէլեկտրակայաններ սարքենք Իրանի հետ սահմանին այդ ջերմաէլեկտրակայաններում աշխատատեղեր կունենանք հետո դրա արտադրած հոսանքը կվաճառենք Իրանին ասում եմ ինչի համար Իրանը չի սարքում այդ ջերմաէլեկտրակայանները որովհետև Իրանը սանկցիաների տակ է այդ տեխնոլոգիաներին չի տիրապետում ես ուզում եմ հասկանամ ինքը ինչի այդ որ ասում ես քաղաքականապես հələ չոչ են ան ուզում եմ հասկանամ ինքը ինչից է ենթադրել որ Իրանը միշտ մնալու է սանկցիաների տակ օրինակ ծախս անես ջերմաէլեկտրակայանը սարքե ու ինչ որ բայց Իրանը էլ սանկցիաների տակ չլինի այդ ջերմաէլեկտրակայանը ինչ որ մոբիլ չի ագերի վրա չի էլի որ քշես տանես մի հատ էլ բանի Վրաստանի հետ սահմանում կանգնացրես ինչ ենք ասում մենք դրա փոխարեն ախպեր ջան ասում ենք լեռնամետալուրգիան զարգացնենք Հայաստանի Հանրապետություն պղնձաձուլարան սարքենք պղինձը մենք ունենք պղնձի հումքը մենք ունենք մեզ պղնձաձուլարանն է պետք որ մեր սարից պղնձի հումքը հանենք ձուլենք սարքենք պղինձ ոչ թե օրինակ բանից Քուվեյթից նավթ բերենք հասցնենք Հայաստան կամ չգիտեմ ինքը դա երևի հաստատ Ռուսաստանից էր բերելու նավթը էլի Ռուսաստանից բերես նավթը հասցնես Հայաստան որ սարքես բենզին կամ ասում են հետո զուլարանը պղին սարքել չես սարքում պղին սարքեցիր ավարտեցի հետո մի հատ էլ գործարան ես սարքում որ դա դու կաբել ես կարողանում ես սարքել այ կաբելի թեմայով մի հատ հետաքրքիր բան կասթե այս ասենք նոր անցնենք էլի մնացած թեմաներն ամեն ինչը պետք է բացվի Իրականում որտեղ է կայանում հենց բուն պոպուլիզմը եւ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ եթե իրենք գան իշխանության իրենք ոչ մի նավթավերամշակման գործարան չեն կառուցելու ինչի համար չեն կառուցելու որովհետեւ Նարեկ Կարապետյանը ով հավակնում է երևի թե չգիտեմ վարչապետի պաշտոնին էս երկրում արդեն ծիծաղելի է այս ամեն ինչը բայց Նարեկ Կարապետյանը լավ կանի թե իր հայրիկին թե իր հոր եղբորը հարցնի
թե ինչի համար օրինակ Իրանից Հայաստան եկող գազի խողովակը փոքր դրամագծով սարքվեց, թե ինչի համար նույնիսկ եթե Իրանը լինի աշխարհիկ պետություն եւ իրենք այստեղ իշխանության, ինչի համար իրենք չեն կարող Իրանից նավթ բերել Հայաստան, այդ ով չի թողնելու, այդ իր հորեղբայրը ո՞նց է հարստացել եւ դարձել միլիարդատեր, այդ ժամանակ որ հարստացել դարձել է, չէր տենում որ այդտեղ գազի տրուբեն էին փոքր դրամագծով սարքում, չէր տենում որ Հայաստանը նավթ այդ ժամանակ ուր էր բան Նարեկի հորեղբայրը, բախի Նարեկենք չէին գալիս Հայաստան ու ասում Ժորժ ջան, ես ինչ եք անում։ Այդ ոչ թե գույք պարկի դիմաց պետք էր տալ Ռուսաստանին, այլ այդ բան անեիք, աշխատացնեիք այդ գործարանները, բերեիք նավ վերամշակեիք, ոչ, որովհետև Նարեկի հորեղբայրը հարստացել է մի պարագայում, երբ որ Հայաստանը միշտ գույք պարկի դիմաց տվել է Ռուսաստանին։ Ստեղ է խնդիրը, ամբողջ խնդիրը Նարեկին ինչ ուզում է կարա ասի։ Հայկ ջան, բայց այստեղ ամեն ինչ խոսեն։ Այդ ինչ որ ասում ես շատ ճիշտ ես ասում, բայց այս ոչ թե պետքա, չգիտեմ, ուղղել ոնց էր ուժի անունը, Հզոր Հայաստան, ուժեղ Հայաստանին, այլ էս Պետք 21 թվի Քոչարյանս կարգախոսներ ուժեղ Հայաստանը։ Դե ինչ տարբերություն ունի։ Պետք է այդ խոսքը ուղղել Հայաստան համապատասխան քաղաքացուն, որովհետև ի վերջո որոշում կայացնողը ինքն է, ու հիմա այս ականջահաճո ելույթները որ կարող է գնա հասնի ու մի պահ թեկոզ այդ խապվի, այդ մի պահ խապած հետո շատ թանկ է նստելու մեր վրա, թե Հայաստանի վրա, թե նույն այդ խապվողի վրա։ Այս սովորական քաղաքացին Նարեկի հոպարին որտեղ տենա որ այդ հարցը ինքը իր հոպարին տենում է թոտա։ Բայց անկեղծ ասած ես չէ տրամաբանությամբ եւ բովանդակային առումով քո հետ շատ համաձայն եմ, բայց նաեւ մենք էս ասում ենք ինչի համար, որ մեր քաղաքացիները, մեր լսարանը, մեր ժողովուրդը լսի մեզ եւ ես համոզված եմ մեր ժողովուրդը մեզանից լավ էլ գիտի այս ամեն ինչը ու Նարեկենք վերջում ստանալու են այն ինչ ցանել են։ Իրանք ցանել են ռուսական ցորեն, վերջում այդ ցորենը քաղելու են։ Ձեր ու մեր ժողովրդի համար պատմեմ Մալուխի գործարանի պատմությունը։ Հապա Տաշիրում Մալուխի գործարանի։ Տաշիրում եղել է Մալուխի գործարան, հիմա էլ կա այդ Մալուխի գործարանը, երբ որ հեծը այս ամբողջը խոսակցություններն ու Տաշիրից հասած խոսակցություններն, Տաշիր քաղաքից հասած խոսակցություններն, երբ որ հեծը Նարեկ Կարապետյանենցներ, Նարեկ Կարապետյանը գլխավոր տնօրեններ, գործադիր տնօրեններ հեծի։ Հա, հոպարիններ։ Այդ ժամանակ Մալուխի գործարանը աշխատում էր գիշեր-ցերեկ ռեժիմով։ Հիմա Մալուխի գործարանը աշխատում է օրինակ շաբաթվա մեջ մի օր։ Ինչի համար, որովհետև հեծը պատվերները տալիս էր այդ իրանց Մալուխի գործարանին Տաշիրի։ Հիմա հեծը պատվերներ չի տալիս Տաշիրի Մալուխի գործարանին, քանի որ այն ժամանակ ոչ ձեռնտու գներով էր առնում հեծը կաբելները։ Հեծի համար ոչ ձեռնտու երևի։ Հեծի համար ոչ ձեռնտու գներն էլ մեր համար ոչ ձեռնտու հոսանքի գնագոյացում էր ելնում։ Հիմա աշխատում է շաբաթական մի օր ու շատ կարճ ժամանակով այդ Մալուխի գործարանը եւ ինչ որ մասնավորների Մալուխա մատակարարում, այնտեղ ովքեր որ նաեւ աշխատում են այդ գործարանում, տեղեկություններ նաեւ հայտնում են, օրինակ կարող է լինի շաբաթական 2 ժամ կանչեն իրենց այնտեղ իրանք ինչ որ գործ անեն ու այսինքն չի աշխատում այն պոտենցիալով, որը որ ունի։ Այս գործարան աշխատացնող տղեկն են, Ժողովուրդ ջան, այն տղերն է, որ հենց ասում էր, գործարաններ են բացելու սա Հայաստանի։ Այսինքն գործարան փակել է, գործարանը կա։ Քաղաքականը հասկացանք, նու լավ, պատվերա կատարվում է, բայց բիզնեսի մեջ գոնե մի քիչ մտածող մարդ։ Դու եթե այն ժամանակ ուներ այդ հնարավորությունը Տան գնով վաճառը մեր ինքնքո վրա, մեր վրա, մեր գրպանից։ Հիմա այսօր չկա այդ շուկան պետք է մրցունակնես։ Գոնե գործարան աշխատացնելու առումով գինե ժանաստեն վաճառը։ Չէ, զարմանալու աստիճ, այն ասում է զարմանալու աստիճանը զարմանալի հիմա էսա։ Նայ, քո կարծիքով այդ Նարեկ Կարապետյանը այդ ամեն ինչը չի պատկերացնում, իրանց տնտեսագետներն ու այդ խորհրդատուները այդ ամեն ինչը չեն պատկերացնում։ Իրանք փորձում են, ոչ, իրանք փորձում են մարդկանց վրա վաճառել այս ամեն ինչը, փորձում են վաճառեն, որ իրանք գալու են ձեզ աշխատատեղ ապավեն, բայց չեն ասում ոնց են ապավելու։ Մենք օրինակ ասում ենք բազալտաթելի գործարան ենք բացելու Հայաստանում։ Ու կա Հայաստանում Ժողովուրդ ջան, Հայաստանում բազալտաթելի գործարան կա, ընդհանրապես ներդրումներ է պետք ստեղ անել, ու պետությունը կարա հանգիստ ներդրումներ անի, ու այս իրա ներկայացրած այս գրատախտակի վրա այդ 250 միլիոն դոլար չի, էլի թե ներդրումները շատ համեստ ներդրումները համեմատած այդ 250 միլիոն դոլարի, բայց այդ ինչն է տարբերությունը, այդ բազալտաթելը մեր հումքից ենք սարքել, բազալտից ենք սարքել ու բազալտաթելը, որ բարձ լինի բոլորի համար բազալտաթելը, ինչա բազալտաթելը, օրինակ վերջնական արդյունքում դառնում են մեքենաների մեջ են կարբոնի դետալները, լիք շատ բան է, անգամ տիեզերագնացության մեջ բազալտաթելի ամբողջ աշխարհում ասենց անսահմանափակ պահանջարկ կա։
Բայց այստեղ փոխանակ sense բաներից խոսա, այսինքն այսպես եթե sense բաներից էլ խոսալ լրիվ կլներ կոպի արած մեր ծրագիրը, բայց sense բաներից ենք մենք դեր ժամանակ կա տոնե կոպիանի Հանրապետություն կուսակցությունը մենք հստակ գիտես ինչ պետք է տեղավորվել աշխարհակաղակական այն իրավիճակում, որ աշխարհի հզորների կողմից այդ բանին թելադրվում է, այսինքն Հայաստանը կարա առաջարկներ անի իհարկե Միացյալ Նահանգներին էլ, այդ թվում ինչի՞ չէ Ռուսաստանն էլ օրինակ Բայց Հայաստանը չի կարող, գիտես, այնպես մենք այդ պետությունը չենք եւ այդ դա էլ խապկանքի մի այլ կողմն է, որ Հայաստանը պիտի թելադրողի դեր կատարի աշխարհում էլ, այդ ասենք աննորմալության ամենավերջին կետն է երևի։ Ու ստեղ ինչն է հետաքրքիր, օրինակ մենք հասկացել ենք Ժորժն ու դրա մասին շատ շուտ ենք խոսել, շատ շուտ էլի 21 թվականի ընտրություններից առաջ ենք խոսել։ Օրինակ Քաջարյանի աչափի մասին խոսել ենք, որ Ժորժան պետքա տալ Միացյալ Նահանգներին, այդտեղ մրցակցություն ստեղծել եւ թող Միացյալ Նահանգներն էլ այդ աշխատացնի եւ Դրանից հետո պղնձաձուլարան ունենալ եւ դրա հաջորդող քայլերը։ Այսինքն ռեալ աշխատատեղը ստեղծվում է ասենց ներդրում ինչ որ մեկը շահույթ է ստանում, ստեղծվում է գործարան։ Լավ անվտանգության կոմպոնենտը մի կողմ։ Հանում եմ, բայց հիմա ինչի է դա ասեցի, տես։ Հանրապետություն կուսակցությունը հասկացել է, որ այլևս աշխարհում այս օգոստոսի 8-ի ստորագրված համաձայնագիրը, որը որ Հայաստանի մասին էլ չի, այդ օգոստոսի 8-ին ստորագրվածը Հայաստանի մի մասն է, այդ մեծ աշխարհի մի մասն է։ Այսինքն ինքը մի չի նայել Եվրոպային կապող մի ամբողջ ճանապարհ է, իսկ այդտեղ պատկերացնում չէ ինչ երկրներ կան գոնե։ Հայաստանը եւ մենք տեղավորվել ենք այդ շրջանակում, մենք ասում ենք Ժորժան, պետքա Միացյալ Նահանգները օրինակ այդտեղ ներդրում անի։ Հիմա այս մարդ եկել է, այդ Ռուսաստանից ցենց եկել են գել Հայաստան, չնայած ինքը կարող է Հայաստանում եղել։ Ասում են Չինաստանը թող գա։ Տես ասում են Չինաստանը թող գա։ Սյունիքում Չինաստանի հետ օրինակ ներդրում անենք, չգիտեմ, պղնձաձուլարան կամ նավթ։ Իրան դրել է այն տղուտեղը, որ կարա երկու աշխարհակաղակական մեծ բևերներին հագցնի իրար ստեղ։ Սերժ Սարգսյանը լիներ կասեր իա, իրոք։ Այսինքն Միացյալ Նահանգները գա քո համար ճանապարհ ապահովի, որ դու Չինաստանի լավ աննորմալություններ ինչ որ բան ունի, էլի կետ ունի։ Ժորժան ասենք այսօր Ռուսաստանը չկա որպես աշխարհի հզոր գերհզոր անհետեցությունը པարզ է, ուղղակի այստեղ ասում եմ, բացահայտելա պետք է անհետեցության պատճառը ու բուն նպատակը, թե չխոսալ, հա, կարելի է խոսել։ Դե պատճառը բացահայտված է ինձ թվում, հա։ Իշխանության գալն է, դե եթե պատճառը հունիսի 7-ն է, իշխանության գալն է, որ մեր խնդիրը ինչու՞մ է կանում։ Այդ բացահայտումը մինչև հունիսի 7-ը կատարել։ Ես Ինչ ենք անում մենք խոսում ենք ներողություն, ասել մենք մերից խոսենք, երբ որ դու առաջարկում ես դրա, այլընտրանք շարունակաբար առաջարկում ես ու չես դադարում առաջարկի, ասում ես, լավ, գործարան եւ այլն, բազալտի թելեր, մյուսը հիմա կխորանանք արդեն ըստ դետալների, բայց երբ որ դու այդ բացվածքը տալիս ես ու հենց տեղացին Քաջարյանի պարագայում Քաջարանցին, Վանաձորի պարագայում Վանաձորցին ինքը առնվազն ինքը շատ ավելի հստակ անկալում է քո ասածը։ Երբ որ ասում ես դու առաջարկում ես թե Քաջարանում պղնձամոլիբդենայինի ուղղությամբ զարգացնել, որտեղ պղինց կա, տեղ անկում ինչ որ պղնձաձուլարան ունենալ, ինչ որ մեկը ուղղորդված գալիս ասում այստեղ նավթ մշակենք, հենց Քաջարանցին ինքը հասկանում է թե ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հետևաբար ինչքանը մենք խոսենք, այստեղ հավատա չհավատալու խնդիր չի, ըստ իս քաղաքացու ականջին հաջող կամ անհաջող պետք չի նայել, այլ պետք է նայել ընդհանրապես ազնիվ, եթե մենք շարունակենք մեր ասել, վստահաբար քաղաքացին ինքը օբյեկտիվ կկարողանա գնահատել, որտեղ տեղում հողի վրա ինքը տեսնում է իրական ով է խափում, իսկ ով է ճիշտն ասում ու ցույց տալիս ճանապարհը հարցումքի հասնելու։ Բայց ես ազնիվ կերպով չեմ կարա Նարեկ Կարապետյանին չասեմ, ընկեր, դու չես կարա փոքր բիզնեսի հարկերը դարձնես 0։ Այդ սուտ է, տենց բան չես կարող անես, դու ախպեր ես, եթե դու փոքր բիզնեսի հարկերը սա դարձնես 0, միջին բիզնեսը մասնատվելու է դառնա փոքր, անգամ ձեր տաշիր գրուպից լիքը փոքր բիզնեսներն մասնատվելու, որ 0 հարկ մուծեն։ Տաշիրիկները շատ էլ ուզես, չես կարող դու դարձնես 0, այդ չգիտեմ իդեալական հասարակակարգերում կարող է տենց ստացվի, բայց էլի չի ստացվի։ Փոքր բիզնեսի հարկը 0 դարձնել, այդ լրիվ մանիպուլյատիվ հայտարարություն է։ Չէ, ասենք ստարտափ փոքր չէ, Դախր դա բանը կա, միջազգային փորձ կա, ձև կա, փոքր չէ, նորաստեղծ բիզնես կարող է լինել, չգիտեմ, առաջի 3 տարեկան մի տա ինչ որ հարկից ազատում, նվազեցում, ինչ որ սուբսիդավորող ստարտափ վարկեր, այս կան մոդելներ էլի, պետք չի նոր Ամերիկա հայտնաբերել։ Իհարկե, դրա, բայց ինքը ասում է Վարշավիրանոցների ու բանը դախլչիների հարկերը սարքելու եմ 0։ Ինչ էլի խափեություն, զուտ է Վարշավի ականջին հաճելի լինի, Վարշավի գա քվետա։ Այդքան բան։ Դե տեսեք, իրանց կոպիտ, իրանց բանով ասեմ, լեզվով ասեմ, իրանց ստավկեն գիտեք որն է։
մարդը չի խորանալու, նույն Վարշավիրանոցի աշխատողը կամ Վարշավիրանոցի տերը չի խորանալու, որ մի վարքյան էլի Նարեկը սխալ է ասում, չեմ կարա ես հարկ չտամ, ինքը լսելու է, որ հարկ կարամ չտամ, շատ լավ է որ կարամ հարկ չտամ, բայց ասենք մեկ տարբերակ ոնց հարկ չի տալու, երկրորդ տարբերակ, ասենք դրանից հետո Նարեկեն գնալու են, օրինակ այդ Վարշավիրանոցի դիմացը, ասենք ասֆալտ չի լինելու, ասում են, որովհետև դու հարկ չես վճարել, քո լույսը կաբելները վատնա, որովհետև դու հարկ չես վճարել, չգիտեմ, քո էս ինչը վատնա, որովհետև դու հարկ չես վճարել։ Դրա փոխանակ պետք է ռեալ առաջարկներ լինի։ Հա, ոչ ոք չի ասում, որ այն շոչ հարկը, որը որ դրած է, իդեալական բան է, ընդհակառակը։ Առաջինը ես ու Վազգենն ենք քննադատել այս իշխանության այդ ամեն ինչի համար։ Եկամտահարկով փոխելու Իհարկե, եւ դրա մասին խոսել ենք, մենք ո՞նց առաջարկ ենք անում, ասում Ջորջը փոքր բիզնեսին, միջինն էլ կառաջարկենք փոքր բիզնեսին, եկամտահարկի 5% ենք օրինակ հարկելու։ Կարաս մրցակցես Նարեկ ջան մեր հետ օրինակ այս հարցով։ Արի, ով է ձեզանից ով կարա ասի խիա տենց, ինչիա տենց։ Չէ, գիտես ոնց, Նարեկը կարա մրցակցի մեր հետ այս հարցում, բայց գիտես ոնց կարա, օրինակ կարա վաղը ինքը մի հատ ինչ-որ հայտարարություն անի, բայց սենց չի կարա գան նստենք ու իրար հետ խոսանք, որովհետև Հրանտ Բակրատյանը իրան այդ պանելային քննարկման ժամանակ իրանց ասած թեզերը լրիվ ջարդեց գցեց մի կողմ, չի կարա նստի ու սենց խոսա բացատրի ոնց անելու, որովհետև հարց տվող առնելու, բա ախպերս ոնց ես փոքր բիզնեսին հարկերից ազատելու, ամբողջ աշխարհում փորձ գոյություն ունի, չէ՞ աշխարհի, ամբողջ աշխարհում օրինակ որ երկրներն որ ուզում են ստարտափերը հաջողության հասնեն, այդ ստարտափերը որ ասեցի դրա համար հիշեցի, այդ ստարտափերին ազատում են հարկերից ու Իսրայելում օրինակ պետությունը դառնում է ստարտափերի համար առաջի պատվիրատուն, ոչ թե օգնողը, ոչ թե քեզ օգնում եմ օրինակ ինչ որ գույք տեխնիկա եմ տալիս որ քո ստարտափը կարողանաս բան անես, պատվեր եմ տալիս, գործ եմ ապահովում, այլ առաջի պատվերն եմ քո համար տալիս ու քեզ հարկերից ազատում եմ նրանից ու այս արդեն 21-րդ դարն է էլ ինգերը Վարշավիրանոցով բիզնես հայ ես բան չունեմ ասելու իհարկե Վարշավիրանոցն է պետք են աշխատեն ու եկամտահարկ մուծեն բայց այս 21-րդ դարն է անգեր տեխնոլոգիաների դարա բիզնես կարա դառնա նորմալ ստարտափը ոչ թե բիզնես կարա դառնա դու Վարշավիրանոցը թողելու ես եթե հարկերից ազատես ինքը ամբողջ կյանքում մնալու է Վարշավիրանոց ու ամբողջ կյանքում քո ասած այդ 0% հարկը մուծի բայց այն մյուս միջին բիզնեսները մասնատվելու են դառնան այնպես պուճուրիկ Վարշավիրանոցներ սա 0 հարկ մուծե նույն տրամաբանության մեջ չգիտեմ արդեն ասել թե չէ, շուտով կարող է ասի եթե չի ասել, որ հեսա վարկերը կզրացնենք, տոկոսները կիջացնենք, բայց պրակտիկ եթե խորանաս, պետք է հասկանաս, որ այդ հնարավոր չի։ Վարկի նմասով ինչ հնարավոր է։ Կարաս 0%-ով իհարկե կարաս, բայց նույն ստարտափի տրամաբանության մեջ պետությունը կարա սուբսիդավորի, կարա միջազգային գրանտների հաշվին ստարտափ բիզնեսներին դու կարող ես 100%-ով վարկ առաջարկես, բայց ինչ վեկանաս, չգիտեմ ասել են թե չէ, բայց սա եմ դրանից խոսալու եմ, որտեղ ամենա էլի ժողովրդի համարական ջիհաջելի բանը։ Շուտ խոսա։ Հա, վարկերը խոսալ է, ասա որ կապ չունի, 6 տարի արդյունաբերությունից խոսում ենք, մեկ այ մի օր եկավ ասես, եթե դու աբսուրդն ես ասում, աբսուրդը միշտ ավելի հաճելին ու աբսուրդը կարաս մատուցես, էական չի շուտ ուշ է, էականը որ ասածիդ մեջ լինի ճշմարտություն ու հասկացողը խորանի ճշմարտությունը կհասկանա։ Հիմա վարկերի առումով նույն ստարտափի տրամադրության մեջ ինչ կարող ենք առաջարկել ժողովրդին։ Սա կարող ենք բիզնեսին առաջարկել ժողովուրդ ջան, ասում եմ պետությունն է դա մենակի վիճակի անել։ Դրսից գրանտային տարբերակով կամ պետության կողմից սուբսիդավորման տարբերակով ստարտափ բիզնեսին նպատակային վարկեր։ Նույնն էլ գյուղատնտեսությանը։ Գյուղատնտեսություն կարանք միանշանակ սուբսիդավորված է։ Ինչի հաշվին պետք է սուբսիդավորենք։ Այն բազալտաթելի գործարանի հաշվին, որ հարկ ամուծում պետական բյուջե, ոչ թե նավթ վերամշակող գործան, այն նախ վերամշակող գործանի հաշվին չես կարա սուբսիդավորես գյուղատնտեսություն, որտեղ այն բանը այդ ինչը վնասով է աշխատել նավ վերամշակելուն, իսկ այս բազալտաթելին օգուտով է աշխատել։ Նավթի հետ կապված Իրանի մասով հետարքի է որ ինքը ասում է Իրանից բերենք, հետո հաջորդ գազը ասում է Իրանից բերենք, բայց հետո հաջորդ խոսքով ինքը իր բառով Իրանը հակադարձում ասում է, բայց դա Իրանն էլ բաժամիջոցների տակ է, չի ուզում ասել որ Ռուսաստանը չի թողելու, հոպար այնտեղ լիքը ունեցվածք ունի։ Եվ մի օր ես ու Վազգենը հաշվարկ էինք արել, մի քիչ էլ օգտվել էինք արհեստական բանականության բաներից, հնարավորություններից։ Հաշվարկ էինք արել, որ եթե օրինակ Սև ծովից պարոն Նարեկ Կարապետյանը նավթ բերի ստեղ ու վերամշակի, ինչ կլինի 1 լիտր բենզինի արժեքը, կարաս գուշակես։ Ինչ թիվեր ասե։ Ինչ թիվ ենք ստացել, լավ սենց ասել։ Ուրեմն ստացել ենք 1 լիտր բենզինի ինքնարժեքը 900 դրամ։
Եթե նույնիսկ 900 դրամով վաճառվի այդ բենզինը, ես պատկերացնում տրամաբանության մեջ ինչա լինելու հաջորդիվ։ Փակվելու են Հայաստանում մնացած բոլոր բենզալցակայանները, բացվելու է Տաշիր բենզալցակայան եւ այդտեղ 900 դրամով վաճառելու են բենզին։ Ես ասեմ ինչա լինելու։ Հեծը վերադառնալու է Տաշիր գրոպին ու հեծը պայմանագիր է կապելու այդ բենզալցակայանների հետ 900 դրամով չեկեր ունենա։ Բենզալցակայանները հեծի մեքենաները 900 դրամով։ Անխտիր բոլոր մեքենաներն հզոր շարժիչը որ շատ ծախսի։ Այ քաղաք հասարակ մեր պետությունը աբսուրդային բաներ ունի։ Եվ չգիտեմ, էլի պետք է հասկանալ ու հանրապետություն կուսակցությունը գալու է դա փոխելու։ Ես ասում եմ մեր ժողովրդին էլ եմ ասում, մենք իրական ոչ պոպուլիստ, իրական հեղափոխական ծրագրեր ենք առաջարկելու եւ մենք առաջարկելու ենք թե օրինակ 100 օր հետո ինչ ենք անելու, 6 ամիս հետո ինչ ենք անելու, 1 տարի հետո ինչ ենք անելու եւ ամեն մարդ ես մեր ծրագրի վրա հիմա աշխատում եմ, դուք եք աշխատում, գիտեք, ամեն մարդ իր վրա զգալու է փոփոխությունը, ամեն մարդ ինքը կարդալով դա հասկանալու է, որ իր կյանքը փոխվելու է դրանով։ Ինչ էի ուզում ասել, հետ գալով ինչից ենք նավթավերամշակումից ենք խոսում, հետ գալով աբսուրդներից ու իրականությունից ենք խոսում, ու իրականությունը ներկայացնել։ Հետ գալով իրանց աբսուրդներից ենք խոսում, հա, հետ գալով իրանց ուրեմն մեր երկրում կա ընտրությունների մասնակցելու կուսակցություններ հիմնելու օրենք, չգիտեմ այդ օրենքի անունը ոնց է, բայց դից օրենք կա։ Եվ այդ օրենքով միջև թղթերի հանձնելու ժամկետը ով ինչ կուսակցություն ուզի կբացի, ով ոնց ուզի կմասնակցի, այս աբսուրդը պետք է վերացնել այս երկրից։ Այսինքն կուսակցություն, որը որ գիտես ինչ պետք է կուսակցությունը գոնե մի տարի առաջ հիմնված լինի։ Խոսում ես կուսակցությունների մասին, օրենքի Մարդիկ գալիս են, ասում են շարժում ենք ձեւով։ Ի՞նչ էիք շարժում, տղերք։ Շարժեցին բրծավ, հիմա եկան կուսակցություն։ Հայաստանում աջորդային կուսակցություններ ունենալը այդ նոր պրակտիկա չի, շատ լավ փորձված պրակտիկա է ու մինչև այսօր աշխատում է։ Դրա ճիշտ է դեմնարել պետք է։ Դե դրա համար երկու օրենսդրական նախաձեռնություն, մեկը կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունն է, որը որ անհրաժեշտ է ու էլի գալուց դա ձեռնամուխ լինենք դրան անկախ նայած ինչ կարգավիճակում ով կլինի, բայց այդ անել պետք է, հաջորդ իշխանությունը առավելապես պիտի դրանով զբաղվի։ Եվ ընտրական օրենսգիրք։ Այդ մասով էլի ունեցան փոփոխություններ, բայց կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունից հետո ինքը տրամաբանական է, որ պիտի հաջորդի ընտրական օրենսգիրքի փոփոխություն։ Այդ ժամանակ արդեն այս հաջորդները որ կան կուսակցությունների, որ մի շաբաթը մեկ անուն են փոխում կամ տեր են փոխում, այդ խնդիրը կլուծենք։ Իրավական ճանապարհով կլուծենք։ Թե ինչի չարեցինք այս 7 տարում, չեմ կարող ասել, թող արդեն պատասխան տուներ ասել, բայց փաստը որ այդ ճանապարհով եթե լուծած լինենք, մենք այսօր սրա մասին չենք խոսա, այլ խոսենք մեր ծրագրի մասին կամ շատ ավելի կարևոր բաների մասին։ Դա պես այդ կուսակցությունների մասին նաև նախընտրական դաշինքները պետք է արգելվի, պետք է նաև այն կուսակցությունները, ովքեր երկու համապետական ընտրության գոնե չեն մասնակցել, իրենք լուծարվեն։ Այսինքն որովհետև չի կարող, տեսեք 10 տարին մեկ ինչ որ մի հատ կուսակցություն գա, ասի ես առաջարկ ունեմ, լավ էլի, անլուրջ է։ Այսինքն դու այդ 10 տարի ինչ ես արել, որ առաջարկ չունեիր այդ ժողովրդին։ Հա, բացի այս շարժման թեմայով էլ խոսացինք, մեր ձևով շարժում, չէ՞։ Եղավ հիմա կուսակցություն են դարել, այս էլ է շատ լուրջ խնդրեմ, որովհետև ժողովուրդը չի կարող, էլի կոչվի շարժում, ինքը ոչ մի ձև վերահսկելի չլինի, բերեն, ասում այդ իրանց Ռուսաստաններից է, իրանց չգիտեմ որ քաղաքում էր իր բիզնեսները, Կալուգաներից է, որտեղից է, բերեն Կուբա մետրով փող մցնեն ստե հայկական քաղաքական դաշտ ու վերջում դառնան կուսակցությունը նույն դեմքերով արդեն որպես կուսակցություն մասնակցեն ու sense խելոք բարի ժպիտներով գան որ արդեն վերահսկել են։ Հիմա ասում եմ բանը։ Շատ լուրջ խնդրեմ։ Տես, Շարժումն է ասում, միայն շարժումը չի։ Այդ նույն շարժման հեղինակն ինչ էր ասում, ասում փոքր կուսակցությունը պետքա չմասնակցեն։ Լավ, փոքր կուսակցությունները որ չեն մասնակցում, բայց կուսակցականությունը, կուսակցաշինությունը ոնց է զարգանում երկրում, էլի։ Իսկան այն փոշիացնելու են մեր ձայները։ Լավ, նշեն դու Ռուսաստանում քանի հատ կուսակցություն գիտես օրինակ։ Մի հատ մեծ թե փոքր, ես Ռուսաստանը մի հատ Ընդհանրապես քանի հատ գիտես։ Ռոսիա։ Ես մեկը գիտեմ։ Ես էլ կարող եմ իրանք էլ են Ոնց էր ուժեղ Ռուսաստան թե ոնց էր, հա։ Եդինեա Ռոսիա ես էլ գիտեմ։ Դրա հայկականը դենց լուսակարից ուժեղ Ռուսաստան էլի։ Այ դեպս որ Եդինեա Ռոսիայի պատվավոր անդամ, չգիտեմ, իրենց մոտ երևի թե շքանշաններով բանով։ Լավրովը ասում էր որ Վարդան Ղուկասյանը քաղ բանտարկյանը լսել եք այդ։ Լավրովը Վարդան Ղուկասյան արդեն Բայց ուզում եմ ասել Ղուկասյանն էլ այն աստիճան չի, չէ, Տելեգրամի Վարդան Ղուկասյանի Բայց նշել է որ Վարդան Ղուկասյան թե կարող է երբ որ պայմանավորված Գյումրի քաղաքապետը չի, չէ, այդքան էլ։ Բայց Գյումրի ասեց թե լեննական
Հատը չեմ հիշում։ Այլ Յան Լավրովի խոսալուն շատ հոժարեմ լսեմ, մի հատ էլ հիշեմ։ Բայց ուզում եմ ասեմ մալադեց Վարդան Ղուկասյանին։ Դուս եկավ ես ներքաղաքական բանից, արդեն արտաքին ուժերը խառնվել, Ռուսաստան, Լավրով, այդ մարդը կարող չէ դիմանալ։ Աջակցական բացկայի մակարդակով է, չէ՞։ Դա էլ ինչ էր ասել էր որ Լավրովը ասել էր որ այս մարդուն դատել են, որովհետև ինքը ասել է որ Բելարուսիայի ու Ռուսաստանի հետ նյութենական պետություն պետքա կազմենք, բայց չի ասում, այս մարդուն դատել են որովհետև կաշառք էր վերցնում, այդ կաշառքի զապիսներն էլ կա։ Ես օրինակ մտնում եմ Լավրովի դրամաբանության մեջ ու ճիշտ է ասել, որ մտնենք Բելարուսիայի կամ Ռուսաստանի հետ միութենական պետություն։ Արդեն դա չի դատվի։ Կաշառքը նորմալ է լինելու։ Կդառնա օրինական Վարդան Ղուկասյանն առոք, փառոք, աղայի նման ապրելու է իր համար։ Այսինքն բանը Լավրովը ստեղ Վարդան Ղուկասյանն է։ Օրինակ Պարոն Նարեկ Ղարապետյան, ինչ եք մտածում Վարդան Ղուկասյանները աճացնելու մասին այս երկրում։ Կարող է ինչ-որ գործարան դնել այդպես։ Բայց միշտ չէ էլի որ Վարդան Ղուկասյանի մասնավոր կարող է լուրջ ընդունեն այն Telegram-ին Չէ, բայց ես առհասարակ չեմ ուզում ինչ որտես ոչ մարդկային արարածնային մարդու տեղ դնենք էլի։ Ամեն դեպքում Վարդան Ղուկասյանը քվե է հավաքել, եկեք իրան այդպես դիմենք։ Լավ, ավարտենք, հա։ Բանն եք ասելու որ չենք ասել։ Բան այնքան շատ կարելի է ասել, բայց այդ դեպքում եթերը շատ եկա կտևի։ Դե հաջորդիվ նաև կսկսենք նաև ծրագրային մեր դրույթները ներկայացնել։ Հա, քանի որ ասացիր ծրագրային դրույթներ, պարոն Կարապետյան ջան, հրազդանից էլ խոսացի, հրազդանում իսաղորդչային վաֆելներ են հավաքելու հաստատ, ինչքան էլ դու ու Լավրովը ջանք չխնայեք, որ հրազդանում օրինակ ռուսական նավթ վերամշակեն, այտենց չի լինելու։ Հրազդանում հավաքելու են կիսաղորդչային վաֆելներ, ու այդ հավաքելու են հանրապետություն կուսակցության առաջարկով։ Եվ նաև քանի որ դարձել եք այլևս կուսակցություն, այլևս չեք կարող խուսափեք, ասեք մենք շարժում ենք, չենք գալիս բանավեճերի։ Ես առաջարկում եմ ի վերջո գտնեք ձեր մեջից այն մարդուն, չգիտեմ, եւ Նարեկը շատ խառնա չի գալիս, ձեր մեջից այն մարդուն, որ կգա ձեր ծրագրերը, դրանք այդ պոպուլիզմի աստվածները դուք որ երկնքից եք իջել։ Օրինակ այն մարդը կարող է որ իր Հայաստանի Հանրապետության անձնագիրը այսօր ցույց էր տալիս եթերով, Կոնստանտինոպոլ անձնագիր ունի։ Ես օրինակ կուզեմ գա, օրինակ երբ որ գամ մեր այդ խոսալու բանավեճի զինվորական գրքույկով գա, լցնանք զինվորական գրքույկ էլ ունի, թե մենակ անձնագիր ունի Հայաստանի։ Ես կուզեի ես իմ ամփոփիչ խոսքում դիմեի մեր ժողովրդին, ժողովրդյան զիվեք համբերությամբ, որովհետև մենք ոնց որ թե մինչև հունիսի 7-ը արդեն ով չի ալարի ինչ խոստում ասես կտա։ Ով հալարի ոչ դալարի։ Զիվեք համբերությամբ ու ուշադիր եղեք, որովհետև բոլորը փորձելու են խაფել հանուն քվեի, բայց այդ ձեր տված քվեն ձեր ապագան է, մեր ապագան է, մեր երկրի ապագան է ու մեր երեխաների ապագան է։ Այս այն բանի պես ասացիր են պատերազմի ընթացքում հիշում ես մի հատ վիդեո կար, որ ասում են ինչ կասես իմ հետևորդներին, ասում են որսելով լավ եղեք։ Շնորհակալություն մեզ լսելու համար, լայքեք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, սեղմեք որ բաշխ թողեք մեր եթերները ու գրեք մեկնաբանություններ, ինչ դուր եկավ ձեզ, ինչ դուր չեկավ, ինչ կուզեք փոխեք, ում հետ կուզեք խոսենք, ինչ թեմաներով կուզենք խոսենք, շնորհակալություն մեր հետ լինելու համար։